Գիտեին սիրելիներս, նախորդ հոլովակում պատրաստել Սամոյի սիրած նեգրով ժպիտը, նեգրի ժպիտը, ստեղ մի անգամ պատրաստեցի եւ տարա աշխատանքի վայր, հարցրեցին ինչա տորթի անունը, ստիպված ասեցի գիշեր ցերեկ, որովհետեւ նեգր բառը ստեղ շատ վատ է ընդունվում, այնպես որ դե նոր եք եկել, հանկարծ որ սևամորթ տեսնեք, հանկարծ ձեր մտքով չանցնի օգտագործեք այդ բառը, որովհետեւ լավ չի վերջանալ ձեզ համար։ Ու դրանով իսկ որոշեցի ասել գիշեր ցերեկ, որտեղ ուրիշ տարբերակ չունեի, ինչ ասեի այդ տորթի անունը։ Հա, ուրեմն բաղադրիչների քանակը մանրամասն կգրեմ ինչա գնում մեջը ու ինչ չափաբաժնի է գնում։ Հիմա ուղղակի ինքավոր ցույց եմ տալի պատրաստման եղանակը, այս բաղադրատոմսը կիսվել է մեզ հետ շատ վաղուց, երբ մենք դեռ Ֆոյում էինք ապրում, Նեստան անունով մի վրացուհի, որը որ պատրաստեց բերեց հյուրասիրեց, այդ վաղ մենք ապրում էինք հանրակացարանում, սիրելիներս, նոր էինք եկել, այդ թղթաբանությունների մեջ էինք եւ իհարկե ապրում էինք հանրակացարանում եւ այնպես ստացվեց, որ ինքը ապրում էր մեր տակը, 4-րդ հարկում եւ շփվում էինք, բոլոր ոնց որ ում հետ որ կարողանում էինք շփվել լեզվի պարագայում, այսինքն ռուսերեն, հայերեն, մի քիչ ուկրաիներեն, այդ մարդկանց հետ շփում ունեինք ու նաեւ խոսում էր ռուսերեն իհարկե, իմ հարևանուհու հետ շատ մոտիկ էր, մի օր թխված էր թխել, բարձրացեց վերև, կերանք, հավանեցինք ու եւ որոշեցինք բաղադրատոմսը վերցնել։ Միայն մի բան եմ ես ավելացրել այդ բաղադրատոմսի մեջ, դա մի քիչ ձեթն է, իմ պարագայում ձեթունի ձեթ է, բայց պարտադիր չի ձեթունի ձեթ լինի, ձեթը ընդհանրապես պարտադիր չի, պարզապես չգիտես ինչի, իմ մտքով այսօր անցավ մի քիչ ձեթ ավելացնեմ, որ խմորը ավելի սենց փափուկ ստացվի։ Հիմա տեսնենք ինչ է դուրս գալիս, արժի ձեթ ավելացնել, թե չէ, եթե չարժի, ուրեմն կասեմ չարժի։ Հա, բաղադրատոմսի մեջ գնում է 5 ձու, բայց ես կանեմ այսօր 6 ձու։ Մի քիչ փոփոխություն եմ արել, չգիտեմ ինչի, որոշեցի սենց փոփոխության ենթարկեմ իմ բաղադրատոմսը։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է լինելու ձու, կարակ, ժողովուրդ, կաթ, շաքարավազ, մի քիչ վանիլ, սոդա, ալյուր իհարկե եւ ոնց ասեցի մի քիչ ավելացնում եմ ձեթ իմ կողմից։ Հիմա առանձնացնում ենք սպիտակուցը դեղնոցից, քանի որ մեզ պետք է լինելու դեղնոցը վանի մեջ, խմորի մեջ, սպիտակուցը բեզեի համար։ Այ եղել եմ որ ասում են։ Voilà, հիմա արագ առանձնացնենք, ուպս, իսկ երևը չեմ ուզում ընգրել չէ, ինչ է ուզում ասեի, քանի որ 6 ձու եմ վերցրել, կարող էի մի հատ ձուն գցեի մեջը, ոնց որ, բայց չէ, գերադասում եմ այսպես անեմ, մի անգամ նույնիսկ արել եմ առանց առանձնացնելու, ոնց որ սպիտակուցը առանձին էի թողել, բայց առանձին լիարժեք ձվով էի սարքել խմորը։ Հավատացեք տարբերություն չկար, դրա համար հիմա նորից սենց եմ անում, որտև հետո դեղնոցի ձերը կրակն ես ընգնում, չգիտես ինչ պատրաստես դեղնոցով, որ ճիշտն ասեմ։ Դրա համար ոնց որ ասված առաջնորդով, տենց էլ անում եք։ Ասել են դեղնոցը խմորի մեջ, ուրեմն դեղնոցը խմորի մեջ։ Էսի արագ դնեմ եւ արդեն բիմենի խմորը կպատրաստեմ, որովհետեւ թե չէ, որ մի քիչ է ձգեցի, հաստատ հավես չեմ ունենա։ Ահա։ Այսպես։ Ու մոտ է եղել ժողովուրդ, որ սենց առանձնացրել եք, բայց վերջում շփոթել եք, դեղնոցը գցել եք սպիտակոցի մեջ։ Մոտ եղել է տենք դեպք։ Այո, այո, այս մի դեղնոցը մենակ չի կոտրվի։ Voilà։ Հիմա դնում ենք այս կողմ, այս պետք չի։ Ես այս մեծ միքսերով եմ խփելու, հովես չուրեմ ձերքով անեմ,
Հիմա դեղնոցը շաքարավազով ամեն ինչ ընդեղ եմ հարելու, երևի թե ընդեղ ցույց կտամ ձեզ։ Ասել բացեմ, թողել չեմ նկատել։ Դուրը բացեի թողել չէի նկատել։ Նայք ինչ ենք անում, հիմա մինչև սկսելը մի փոքրիկ ալյուր էստեղ ես լավ չորացնեմ, մի փոքրիկ ալյուր եմ էստեղ լցնում, մոտավորապես մի 200 գրամ և էստեղ ավելացնում եմ կակաոն, որպեսի խառնեմ իրար հետ, որ գնդեր չունենա, որտև կական, որ առանձին եք գցում խմորի մեջ, ինքը մի տեսակ գնդեր է ունենում, որպեսի լավ լուծվի, այսպես միանգամից մի քիչ ալյուրի հետ խառնում ենք, և էստեղ միանգամից սոդաներ եմ անում, գթանիք ես, արդեն ոնց կուզեք, սինի գթար, ասել կես գթար, սաղ պատրաստեք, որ արդեն ենտեղ արագ-արագ անում ամեն ինչ, սպիտակուցը այլևս այս պարագայում ես պետք չի և վանիլ, վсё թերեն ասել, պայեխլի գնացինք ժողովուրդ այսպես խարը մի քիչ վլոգ է ստացվում տեսնում եք դեղնոցի մեջ աստիճանաբար հարում ենք, ավելացնում ենք շաքարավազը Շողորդ սպասեք, մի ձերով դժվար է, բայց նայեք ինչ աստիճանի ենք հասցնում, այստեղ ավելացնում ենք ձեթը և հարելու ընթացքում կավելացնեմ կարագը, հետո արդեն աստիճանաբար կավելացնեմ կաթը, գնացինք Գիտեք ինչ մտածեցի, մի քիչ սմետան ունեմ, այսինքն մի քիչ չէ, բացած սմետան ունեմ, ու կարծում եմ, որ կարելի է ավելացնել, թող համեն որ սմետանը կօգտագործենք, համեն թող ավելի փափուկ լինի, հա, խմորը, այստեղ սմետան երևի մի 100 գրամ սմետանա ընդամենը, Ոչինչ բաղադրատոմսից որ շեղվենք, ոչինչ չի լինի, ինձ կա թվում է, մեկ վայրկյան։ Այնպես որ սմետանը նույնպես, այսօր բլոգը մի քիչ տարօրինակ է ստացվում, գնում է այս զանգվածի մեջ։ Տեսնեք ինչ է ստացվում վերջում։ Կամ կասեմ մալադեց Սերինե, լավ ես մտածել, որ սմետան ես ավելացրել, խառնել ես սաղ իրար, կամ եք ասեմ շատ վատ է սարը։ Վերջ հիմա լցնում ենք
ալյուրը եւ կակաոն, որ խառնել էինք միասին, այսպես ամբողջը միասին ու մի քիչ դանդաղ ենք խառնում, նախ որ կակաոն չթռնի աջ ու ձախ, երկրորդն է, որ ավելի խմորը թեթև ստացվի։ Նորից ենք ալյուր լցնում, աշկաչափով պետք է ստացվի, սենց զեբր, եթե թխել եք, զեբրի խմորի խտությունը պետք է ունենա։ Եկեք ձեզ մի հատ խմորը ցույց տամ, այսպես ջրիկություն է ունենալու, ինձ թվում է, որ ձեզ լավ է երևում։ Եվ իհարկե դուխովկան արդեն միացրել եմ 200 աստիճանի վրա, ներև ներքևը միացրած, կարևոր չի որ տաքացնեք տապակը, հա, բայց ամեն դեպքում ճիշտ է տաքացնել է, իմ կարծիքով, ես կարկա եմ թռում, կարող եք ուղղակի մի քիչ կարակ անեք, դա էլ դուք որոշեք, ես այսպես տաքի հատվածում կարկա եմ թռում, կողքերը պարտադիր չի կարկա լինի, բայց տակը սիրում եմ, որ կարկայով պաշտպանված է լինում, որպեսզի ավելի հեշտ լինի, հա, երբ որ կտրում ենք։ Բայց նորից եմ ասում, կարևոր չի, պարտադիր չի։ Ցալեմ։ Ու արդեն հենց զգում եք, որ մի 10 րոպե հետո, հենց դնում եք դուխովկան, 10 րոպե հետո արդեն սկսեք բեզեն պատրաստել։ Բեզենը շատ հեշտ է պատրաստել, դեսպիտակություն ունենք, շաքարավազի քանակը հեսակաս եմ և մեկ փոքրիկ նրբություն ևս, բացի շաքարավազը, վանիլը և իհարկե շաքարավազ, վանիլ և սպիտակուցը մեզ անհրաժեշտ է լինելու լիմոնի աղ։ Լիմոնի աղը օգնում է, որպեսզի բեզեն էլ ավելի պինդ ստացվի, փայլուն ստացվի, Գիտեմ, խոսքով օգնում է։ Եթե չունեք, կարող եք աղ անել, բայց սովորական աղ, բայց խորհուրդ եմ տալիս ամեն դեպքում, եթե ուզում եք պատրաստեք, ավելի լավ է լիմոնի աղ գնեք։ Մարդս ամեն մեկը սանը չի ունենում, դա նորմալ է։ Այսպես։ Շատ տաք չի տապակը, տաքը, բայց շատ տաք չի, կարող եմ ձեռք տալ։ Всё, լցնում ենք։ Գնացինք, նայեք, որպեսի հասկանաք ինչ խմոր է, ձեզ ցույց եմ տալիս, շատ, պախնում էր ձերիցս գլատկի, սմետանի մի տեսակ խտությամբ, տեսնում եք, խմոր է ստացվում, այս խմորը ես շատ եմ սիրում ուտել, վաբշե ընդհանրապես ես խմորակեր եմ փոքրուց ու իմ երեխաները, աղջիկները ինձ են քաշել, տղան չէ, բայց աղջիկներս, հա, հիմա որ տանը լինեին, հաստատ ասել էին, մամա, դուր ուտենք։ Եվ գիտեք ինչ եմ հիշում, որ իմ մաման ինձի չէր տալիս, ամանն էր տալի, որ իմ մեջի եղածը լպստեի, բայց ես մի քիչ ավելի բարի եմ, մամարիցս, ես մի քիչ լցնում եմ բաժակի մեջ, տալիս եմ ուտում եմ, ասի ես հեսա, որ հենց անջատ եմ, ես կզբաղվեմ սրանով, սրանով հարթեցնում եմ, մեկ վարկյան, ու ուարկում ենք ջեռոց, մինչև ինքը թխվի, ժողովուրդ ծերերը մի քիչ ավելի շատ եք դեպի ծեր տանում, քանց թե մեջտեղը, որովհետև
թե չէ ծերերը բարակ է ստացվում, մեջտեղը հաստ է թխվածքի։ Նենց որ մաքսիմալ խմորը դեպի եզրերը, հա, տարեք, մեջտեղը շատ մի թողեք, որպեսզի մեջտեղը շատ չուռի, իսկ կողքերը բարակ մնա։ Վերջ։ Ասել ես կուտեմ, հենց հիմա։ Չդիմացակ երա, վերջ, երևում է, գույն իրականում ոնց որ կամերան չփոխանցի, բայց լավ մուք է, մեջտեղն եմ դնում, ասում եմ 10 րոպե հետո սկսում եք բեզեն խփել, իհարկե ցույց կտամ այդ 10 րոպեի ընթացքում արագ ամուսնուս հետ սուրճ խմեք, որտեղ նորագործից եկել, տվեցի ուտելիքը, որ զալում ուտի, ընդհանրապես խոհանոցում ուտում, երբ աշխատանքից գալիս է, ասեցի վիդեո եմ անում, գնալի խանգարի, ասում դե նա ասեիր տուն չկա, տորտ եմ թխում, որ ինքն էլ ուտի, մի հատ է բողոքում է։ Դե ինչ 10 րոպեից կհանդիպենք, որ բեզերի գործերով բազեմ կոֆե դնեմ։ Ժողովուրդ, արդեն 10 րոպե անցավ, խմոր արդեն բավականին թխվել է ուռել է, ոնց որ կես աստիճանի է հասել, հա, մնաց մի այդքան էլ թխվի ու պատրաստ կլինի։ Դրա համար սկսում ենք արդեն բեզեն խփել, ինչի, որովհետև բավականին երկար է հարվում բեզեն։ Վանիլը իմը փոշի վանիլ չունեմ, դրա համար էսի եմ լցնելու, էսի կարող է բեզեից գույնը մուքացնի, բայց դե ոչինչ, կարևորը համն է, չէ։ Սկսում ենք հարել, աստիճանաբար ավելացնում ենք շաքարավազը ու հենց արդեն շաքարավազը բավականին լուծված է լինում մեջը, ավելացնում ենք լիմոնի աղը, ժողովուրդ, կես չայի գթալ։ Բավականին պինդ է, տեսնում եք, լավ պահում է իրա դիրքը։ Հիմա ավելացնում ենք լիմոնի աղը, այսքան մի կես չայի գտալ լիմոնի աղ և իհարկե վանիլ ոնց ասեցի, վանիլս մուքացնելու է բեզեն, ցավոք սրտի չէի ուզենա իհարկե, այս տարբերակ չկա, ուրիշ չունեմ, պետք է առնեմ, եկեք սաղ լցնենք, վերջանա։ Խանութ պիտի գնանք աշկիս։ Տեսեք, բիսկվիտը արդեն պատրաստ է։ Մի քանի հատ ծակել եմ, որ ստուգեմ, նայեք, մեջտեղի հատվածում արդեն ոչ մի բան չի կպչում։ Այստեղ բեզեն, նայեք ինչ լավն է, մի քիչ մեր սևամորթի ատամները լավ չի լուված, մեր ժպիտը մի քիչ մուք է լինելու, բայց նայեք ինչ ձև է ստացվում, իսկի սուրճս էլ չեմ խմել, այդ հենց արագ արդեն պատրաստ է մեր թխվածքը, վсё, հիմա շուշուտ կսեմ վրան, ջերոցը դրել եմ 50 աստիճանի, ժողովուրդ, մենակ վենտիլյատոր, եթե ձեր դուխովկայի դուռը բաց, երբ որ մնում է թխվում է, այսինքն աշխատում է դուխովկեն, ուրեմն հանգիստ դուխովկայի բերանը մի փոքրիկ բաց եք թողում, այդ դեպքում բեզեն ավելի լավ է չորանում, ամենատակն եք դնում թխվածքը եւ ինչ են ասում, ամենաթույլի վրա վենտիլյատորով։ Այսինքն պետք է ինքը հասցնի եփվի ու չորանա։ Եթե հարցեր կլինի, ավելի մանրամասն կասեմ ոնց բեզեն թխվի, բայց ինձ թվում է արդեն պարզ է, ոնց պետք է արվի, տեսեք ինչ պինդ է, այսինքն պինդ պետք է լինի, եթե հանգարց ջրիկ եղավ, իմացեք, որ հանեցիք ջերոցից նստելու է ձեր բեզեն։ Հոտն հենց անուշ է, ճիշտ է, վանիլը մուքացրել է, բայց հոտը անուշ է գալի։ Համարյա հասանք։
Դե ինչ ժողովուրդ թխվածքը պատրաստ է, մեր նեգրի ժպիտը, մի քիչ ժպիտը այս անգամ մուգ ա եղել, նախորդը վանիլն է, երկրորդը մի քիչ երկար թողեցի, ասացի, որ լավ եփի բեզեն, ինքը չորացած չի, լավ փափուկ է, նայեք, բայց լավ պինդ էլաստիկ եփած է, եւ իհարկե պատրաստում եմ գլազուրը մանրամասն չեմ բացատրում, քանի որ ալիքում կա, եթե կուզենաք պատրաստեք, ապա գնացեք Մեղրով տորթի բաղադրատոմսը, նայեք, այնտեղ մանրամասն ցույց եմ տալի ինչպես գլազուր պատրաստել, այստեղ էլ պիլմենի ֆարշն է, այստեղ մակարոն, իմ աղջկա մակարոններն է, ասում է մամա, իսկական մակարոնի համ ունի, ասի նոր հասկացար ես, քանի ամիսա ուտում ես այդ մակարոնը, նոր ես հասկանում, եւ իհարկե պիլմենու խմորն է այստեղ, այսօր միքսերով եմ արել, ընդհանրապես լինում է որ ձեռքով եմ անում, բայց այս անգամ միքսերով արեցի, քանի որ այդքան հավես չունեի հունցելու, հեսա գլազուրը կանեմ կլցնեմ, հենց սառի իհարկե կկտրեմ, ձեզ ցույց կտամ եւ հեսա սամոսկա միասին արագ պիլմենին էլ անենք, գցենք խոլոտ, քանի որ ես դեռ ունեմ այստեղ ճաշիկ մակարոնով, տավարի ֆիլեյով, կարտոֆիլով ճաշիկ է երեք պատրաստել, հələ ահագին մնացել է, երևի թե դա ես ու ամուսինս կուտենք, փոքր աղջիկը եկավ դասից, աղջիկս արդեն ճաշիկ կերավ, մեծը ինձ թվում է էլի որ սոված է, հիմա չի համբերի էլ պիլմենին կուտի, նոր է եկել տուն, ես ու տղաս կսարքենք և այսօր ճաշիկ ուտենք վաղը նոր պիլմենին, այսպես սիրելիներս, մի քիչ խառը վլոգ ստացվեց, մի քիչ խուճուճ մուճուճ, հուսով եմ, որ հետաքրքիր է, չգիտեմ, գլազուրն էլ եփենք, արագում էլ շոքեցի, որ ճիշտն ասեմ, շորս հենա հանեդրել եմ ընդեղ, ետնամասում ընդեղ բարձերն է, դիվանին լվացել էինք, զանավես կալուսամուտ զալինը, պատուհանները մաքրեցինք երեք տղայիս հետ, զանավեսկաները լվացինք, այսօր դիվանի լված, հատուկ բան ունենք, ապարատ ունենք, որով լվանում ենք, կարողանում ենք լվանա, դա բարձերն է դրել եմ, որ բարձի երեսներն է լվանա, ու կամացից ու բորկա ենք անում աշկիս, մայր և որդի, վսյո, գլազուրն էլ եփվեց, ես եմ գտալով ստուկ եմ խառիչով, իրականում լավ չի բանանում, վսյո, եղել է, պերից պատրաստա գնացինք լցնենք, Տեջ ժողորդ եկեք կտրենք, սամոնը ինչ-որ խաղ խաղում, այնպես որ ինչը նա մեզ չի միանում հիմա, բայց ուզում է ամեն դեպքում ուտի, հեսա կտրեմ, ձեզ ցույց տամ ու տանեմ տղաս ուտի խաղարու ընթացքում, իհարկե եթե ունենաք հատուկ ոնց են ասում հարմարանք, որը արձակվում, բացվում է տորթիկը մեջից, ավելի լավ է, բայց քանի որ այս ֆորմալ այս ձևի է, մի քիչ կարող է դժվար լինի հանելը, կարող է, վստահ չէ, առաջի կտոր էլի, մնացածը չէ, կամ փափուկա, ես թղթախառն եմ վերցրել, դրա համար չի գալի, նայեք, մի հատ էլ էս գեղեցկությանը նայեք, գլազուրը, խմորը, շատ լավն է, իրականում ես էլ եմ ես տորտը շատ սիրում, իրականում ես ինչ որ սիրում եմ, նույնը իմ տղան է սիրում, ինքը լրիվ մամայի տղան է, մեր ձեռքս լվանամ ու գամ, հիմա փորձում եք ժողովուրդ, այսինց անեմ երևի, որ ավելի լավ երևաց ես ու իհարկե փափկությունը, շատ լավ է ստացվել խմորը, իդեպ ճիշտը սմետան ու կաթ խառնելն է, ներող եղեք չեմ կարող հյուրասիրել,
շատ համով է։ Իրոք շատ համով է, ողջ չի պատրաստել։ Հալվում է, ընկան նուրբ է, տեսնում եք ինչ լավ պինդ մնացել է, դա շնորհիվ, ինչպես որ ասեցի, լիմոնի աղի, շնորհիվ լիմոնի աղի, դե ինձ չերներս, երևի թե այսքանով այս վլոգը, կիսատ պրատ վլոգ ստացվեց իզ թվում է, ավարտեմ, Պիլմենին մենք արդեն առանց նկարահանման արագ-արագ կրկնակենք պատրաստենք, գցենք խոլոտ, նորից եմ ասում, եթե հանգարտ ավելի մանրամասն կուզենական ինչ-որ հարցեր կունենաք, տվեք կպատասխանեմ, իսկ թվում է ամեն ինչ ցույց տվեցի, բաղադրիչները տակը կգրեմ, սմետանը ճիշտ է, աշկաչափով եմ արել, բայց մոտավորապես գիտեմ ինչքան է եւ բաղադրությունը տեսակ ինչ ձևի է խմորի ստացվում, այնպես որ այս թվում է ամեն ինչ պարզ երևաց, սենց էլ ցույց տամ, որ տեսնեք, հող տակը, եկ մի կտորել կտրեմ, էսի ինձի, կտրեմ համեցած մի քիչ ուրիշ ձև ցույց կտամ ձեզ, այսպես, և իհարկե նորից մենք նայեք հələ այս գեղեցկությունը, դե ինչ, սիրելիներս, հուսով եմ, որ կօգտվեք բաղադրատոմսից, վստահ եմ, որ կհավանեք, եթե սիրում եք այդ տիպի թխվածքներ, հաստատ կհավանեք, շատ համով է ստացվում, ներքևի մասը ոնց որ բրոունի ունի, եթե փորձել եք բրոունի ու սիրում եք, հաստատ ցայլ կսիրեք, իհարկե վերևն էլ շատ լավ եղված միրենգա բեզ է։ Շնորհակալություն, որ դիտեցիք, հուսով եմ շատ հոգնածնող վլոգ ստացվեց, ես կրանամ այսպես խոսամ, որովհետև իմ հեռախոսը հիմա անձեռնոցքի վրա է դրված։ Ամոթ, մինչև շտատիվը ստանամ, շուտով կարագեմ։ Դե ինչ, նորից ուզում եմ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ ու ուղարկում եմ պապչիկ։ Ժողովուրդ, այս արդեն հաջորդ օրն է, երեկ իրիկունը պատրաստեցինք, կերանք, որ ճիշտն ասեմ, ճաշ չկերանք, պիլմենի կերանք, ես մեկը մի քիչ հրիստել է ճզմվել է, առավոտ շուտ է դա, առավոտ շուտ չի, ժամ 11-ն է, դատարկեմ թուփերի մեջ, արդեն առավոտը նույնիսկ էլի սամոն մի անգամ կերել է ու եփել է, կարել է, որ էլենչոն է պերերիվի ժամին ուտի երեխեն դասի է, չի կարա գաստեղ, շաբաթը շատ ծանրաբեռնված է, դրա համար ասեցի Սամ ջան, Էլենը չի կարա գա ուտի պերերիվի ժամին գնա, ասմա չէ մամա ինքը դասի չի կարա, գիտեք մեղրոտ նեգրի ժպիտն է որ սարքել էի, երեխային ասել էի որ սարքեմ, որ դել փորձ է Սամոյի սիրած տորտիկը, հետա որ չի գալիս, Սամոս պիլմենին էփեց, դրեց տուփի մեջ, տորտիկը վեկալեց, տարա որ ընդմիջման ժամին երևի թե ավտոյի մեջ կնստեն կուտեն, համ պիլմենի կուտի, էլենչոն, համ էլ տորտիկը կփորձի, այս հենց է ստեղի կյանքը, ուզես չուզես, այս հենց է, մարդիկ չեն կարողանում նորմալ նույնիսկ ժամանակ տրամադրել, իրար տուն գնան կամ չգիտեմ, սա է մեր սիրելի Եվրոպան, բայց չեմ բագատի, չեմ ռադի, Всё, ասեցի ցույց տամ մեր պիլմենիները, այնպես չստացվի, որ ասեցի, որ պիլմենի ենք սարքելու ու իտոգում ցույց չտվեցի։ Այս անգամ խմորը առանց ձու եմ արել, որովհետև պարզվեց ձու չունեմ, միա ձու է գտե խալաջիկեցին էլ էպած ձու է, այնքան եմ ծիծաղացել, ուզում եք կոտրեի խմորի մեջ, բայց չէր կոտրվում։ Միասկով խմորը առանց ձու եմ արել ու հոյակապ խմոր է ստացվել, այնպես որ հավատացեք, որ սկի ձու էլ պետք չի կաթ եմ արել, մենակ կաթ աղ և ալուր և վերջ, մի քիչ էլ կարծեմ ձետ լցրեցի, եթե չեմ սխալվում, չեմ էլ հիշում արդեն ինչ եմ գցել մեջը, բայց կարծեմ մենակ կաթ եմ գցել առանց ձետի, ահա, պիլմենին էփեցի, կարագը դրեցի, հեսա, ես էլ ուտեմ ու վազեմ գործի, սմետան իհարկե, անպայման և սեպ բիբար,
Այ հիմա իսկապես ցտեսություն, պաչիկ։